Բարի երեկո հարգելի հետևորդներ, եթերում ABC լուրերի գլխավոր թողարկումն է, ես Գառնի Մութաֆյանն եմ, կարևորը նախ համառոտ։ Սկանդալ հեծում քաղաքական հայացքների համար ընկերության ԿՊ-ական ղեկավարությունը 3 աշխատակցի ստիպում է աշխատանքից ազատման դիմում գրել։ Ռոբերտ Քոչարյանը հայց է ներկայացրել ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի, ինչ է պահանջում երկրորդ նախագահը։ Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքներից մեկի մի հատված դուրս է մնացել երկրի սահմաններից, Շիկահողի պետական արգելոցի շուրջ նոր աղմուկ է բարձրացել։ Կրակոցներ Երևանում կան վիրավորներ, ինչ մանրամասներ է հայտնի։ Շիրակի մարզում հաշվում են կարկուտի վնասները, ինչ վիճակ է մարզում։ Սկանդալ հեծում Նյուզեեմը գրել է, որ ընտրությունից հետո ընկերությունում տեխնիկական խնդիրների լուծման փոխարեն ընկերության ղեկավարությունը լծվել է ընդդիմադիր ուժերի աջակիցների հայտնաբերման և վերջիններիս աշխատանքից ազատման գործին։ Ըստ լրատվականի աղբյուրների օրեր առաջ հեծի Վարդենիսի Էլցանցի 3 փորձառու աշխատակիցներ Վահագնի Ստեփանյանին, Գեգամ Խլոյանին և Նարեկ Շոհյանին ստիպել են աշխատանքից ազատման դիմում գրել քաղաքական հայացքների համար։ Պատմությունը սկսվել է մայիսի 15-ին, երբ Ուժեղ Հայաստան դաշինքի Վարդենիս այցի ժամանակ ընկերության 3 աշխատակիցներ ոչ աշխատանքային ժամի մասնակցել են Ուժեղ Հայաստանի կազմակերպած հավաքին։ Դրանից անմիջապես հետո աշխատակիցներին անմիջապես կանչել են Երևան հեծի անվտանգության և վերահսկողության տնօրեն Արման Ասմբատյանի մոտ զրույցի, որտեղ էլ պահանջ է դրվել փոխել քաղաքական հայացքները և չաջակցել Ուժեղ Հայաստանի։ Սակայն աշխատակիցները հրաժարվել են, պնդելով, որ Ուժեղ Հայաստանի միջոցառումներին մասնակցում են ոչ աշխատանքային ժամերին և դա իրենց սահմանադրական իրավունքն է և որևէ կերպ չի խոչընդոտում աշխատանքային գործունեությանը։ Ընտրությունից անմիջապես հետո Վահագնին Ստեփանյանը, Գեգամ Խլոյանը և Նարեկ Շոհյանը կանչվել են Գեղամա մասնաճյուղի ԿՊ-ական տնօրեն Արա Հակոբյանի մոտ, որն էլ պահանջել է աշխատանքից ազատման անհապաղ դիմում գրել։ Հետընտրական գրքերը չեն հանդարտվում։ Նարեկ Կարապետյանը քննչական կոմիտեի դեմ դատական հայց է ներկայացրել։ Դատարան ներկայացված հայցադիմումով Նարեկ Կարապետյանը քննչականից պահանջում է հերքել իր հասցեին արված զրպարտությունը, թե իբր թաքցրել է այլ երկրի քաղաքացիություն ունենալու հանգամանքը։ Ռոբերտ Քոչարյանն էլ հայցադիմում է ներկայացրել վարչական դատարան ընդդեմ կենտրոնական ընտրական հանձնաժողովի։ Երկրորդ նախագահը դատարանում վիճարկելու է կենտրոնական ընտրական հանձնաժողովի հունիսի 17-ի որոշումը, որով հանձնաժողովը համաձայնություն է տվել զրկել նրան անձեռմխելիությունից և թույլատրել նրա նկատմամբ քրեական հետապնդում հարուցել։ Հիշեցնեմ, որ ԿԸՀ-ն նույն օրը նաև Ուժեղ Հայաստանի անդամ Դավիթ Ղազինյանին անձեռմխելիությունից զրկելու համաձայնություն էր տվել։ Երկրորդ նախագահը մի քանի լրատվականների ներկայացուցիչների հետ հարցազրույցում խոսել է հետընտրական շրջանի իր վերաբերյալ քրեական գործի երկրից դուրս գալու արգելքի մասին։ Երկրորդ նախագահի խոսքով չկա այնպիսի լծակ, որը քաղաքացիական պայմանագիրը կարող էր գործածել ընտրության կեղծելու համար, որ չի գործածել։ Ինձ արտառոցը կենտրոնական ընտրական հանձնաժողովի որոշումն էր, որով ԲՀԿ-ն ուղղակի դուրս մնաց։ Եվ քիչ էր այդ հանգամանքը, հաջորդ օրը հանձնաժողովի նախագահը հարցազրույց է տալիս եւ փորձում է հիմնավորել, թե ինչու է ինքը դա արել։ Եվ իր հիմնավորմամբ պատճառը հետեւյալն է. վերաքվեարկությունը սա լավ բան չի։ Օրենքը ենթադրում է վերաքվեարկություն, հանձնաժողովի նախագահը, որը պետք է օրենքի կատարողը լիներ, ինքը բացատրում է, թե ինչի համար ինքը չի կատարել այդ օրենքը։ Ռոբերտ Քոչարյանը խոսել է նաև իր նկատմամբ հարուցված քրեական գործի մասին, նրան հրավիրել են հակակոռուպցիոն կոմիտե, ծանոթացել է գործին։ Այդ գործի վերաբերյալ գործողությունը այն հանգամանքն է, որ որպես նախագահ Ռոբերտ Քոչարյանը 2004 թվականին կառավարության որոշում է վավերացրել։ Ուրիշ որևէ գործունեություն, որևէ կապ իմ հետ այս ամբողջ պատմությունը չունի։ Ուղղակի ստե խնդիրը հետևյալ է մեջ է, այն ժամանակվա սահմանադրությամբ 95 թվականին ընդունված համանadrությամբ նախագահը վավերացնում էր կառավարության որոշումները։ Դա պարտականություն էր նախագահի եւ ոչ թե հաստատում, ես այստեղ հատուկ ուզում եմ նշել, որովհետեւ
քնիչ հետ խոսալուց ինքը փորձեց կիրառել այդ բառը, բա դուք հաստատել եք որոշում։ Նախագահ չի հաստատում կառավարության որոշումները։ Նախագահության այն կարգավորումներով սահմանադրական պահանջեր վավերացնում է։ Սա նշանակում է մեկ բան. դու կապ չունես բովանդակության հետ։ Դու վավերացնում ես, որ դա իսկապես կառավարության որոշում է, եւ վավերացնում ես, որ դա հրապարակվի։ Երկրորդ նախագահը խոսել է նաև ընդդիմության գործակցության մասին։ Նրա խոսքով մինչև ընտրական գործընթացը համարում էր, որ ընդդիմությունը շատ ավելի ակտիվ կարող էր գործակցել։ Հիմա էլ համարում է, որ գործակցությունը պետք է Հայաստան դաշինքը դրա մասին հայտարարություն է արել։ Որ մյուս ուժերն էին փորձում որոշակի sense դիստանցիավորվել մեզանից որոշ չափով։ Sense որոշ չափով հեռավորություն պահել, ինչը ես հասկանում եմ եւ ենթադրում եմ, որ նաեւ ճիշտ էին անում այդ ընթացքում։ Հիմա իհարկե համագործակցությունը համարում եմ, որ պետք է մենք դրա մասին հայտարարություն արել ենք եւ սա մեր ընդհանուր մոտեցման շրջանակներում է գտնվում անկասկած։ Հիմա արդյունավետությունը կախված է մի շարք հանգամանքներից։ Վարչական դատարանը բավարարել է Հայաստանյայից առաքելական Սուրբ եկեղեցու հայցն ընդդեմ ներքին գործերի նախարարության ոստիկանության։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, որ գործը վերաբերում էր Արագածոտնի մարզի Թալինի Սուրբ Աստվածածին եկեղեցուն, որտեղ կարգալույց հռչակված Արամայիս Թախմազյանը եկեղեցու Սուրբ Խորան ավանդատուն եւ ատյան մտնելու եւ ծիսական գործողություններ իրականացնելու վտանգ է եղել։ Եկեղեցին նախապես դիմել էր ոստիկանությանը պահանջելով կանխել ներխուժումը եւ իրականացնել վտարման գործողություններ։ Ոստիկանությունը հրաժարվել էր կատարել օրենքով սահմանված գործողությունները, նույնիսկ չներկայանալով դեպքի վայր եւ չիրականացնելով կառավարության որոշմամբ նախատեսված ստուգողական միջոցառումները։ Վճռով դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ոստիկանության անգործությունը։ Վարչական դատարանը հստակ արձանագրել է, որ ոստիկանությունը պարտավոր էր ստացված դիմումների հիման վրա ներկայանալ եկեղեցու տարածք եւ կատարել օրենքով նախատեսված գործողությունները։ Առանց դեպքի վայր այցելելու եւ օրենքով սահմանված ընթացակարգը կատարելու ոստիկանությունը իրավասու չէր եզրակացնել ներխուժում կա թե չկա։ Եկեղեցու դիմումների հիման վրա գործողություններ չկատարելը հանդիսացել է ոչ իրավաչափ անգործություն։ Թուրքիան եւ Ադրբեջանը պայմանավորվել են ամրապնդել գործակցությունը ռազմական լոգիստիկայի ոլորտում։ Երկու երկրների ոլորտային գործակցության հիմքում ընկած է 2025-ի դեկտեմբերի 18-ին Բաքվում կայացած Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմական երկխոսության նիստում ընդունված կանոնակարգը։ Քարտեզը պարզապես պատկեր չէ, այն պետական սահմանների, վարչական տարածքների եւ բնական ժառանգության մասին պաշտոնական տեղեկություն է, որի ցանկացած անճշտություն կարող է լուրջ հարցեր առաջացնել։ Հենց նման հարցերի մասին է ահազանգ հնչեցրել Շիկահողի պետական արգելոցի շուրջ հրապարակված բացնամակը, որն արդեն մասնագիտական քննարկումների առիթ է դարձել։ Թեման Անահիտ Սարգսյանն է ուսումնասիրել։ Հայաստանի ամենահարուստ կենսաբազմազանությամբ տարածքներից մեկի Շիկահողի պետական արգելոցի շուրջ նոր մտահոգություններ են բարձրացվել։ Անտարագետ Այսեր Ղազարյանը բացնամակով դիմել է պետական կառույցներին եւ միջազգային գործընկերներին, պնդելով, որ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության ինտերակտիվ քարտեզում առկա են լուրջ քարտեզագրական անճշտություններ, որոնց հետևանքով Շիկահողի տարածքի մի հատված դուրս է մնացել Հայաստանի պետական սահմանից։ Սույն նամակով բարձրաձայնում եմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարության պաշտոնական հարթակում զետեղված Հայաստանի Հանրապետության վարչատարածքային բարեփոխումների ինտերակտիվ քարտեզում առկա խնդրահարույց անճշտությունների մասին։ Հաշվի առնելով, որ այս հարթակը մշակվել է GIZ-ի եւ SDC-ի գործուն աջակցությամբ, գտնում եմ, որ տվյալների սխալ ներկայացումը հարվածում է թե պետական կառույցների, թե միջազգային գործընկերների հեղինակությանը։
Քարտեզագետ Ռուբեն Գալչյանը մեկնաբանելով շիկահողի եւ ներքին հանդի հատվածի շուրջ բարձրացված մտահոգությունները, նշում է, որ նման պնդումները պետք է գնահատել բացառապես սահմանազատման հիմքում ընկած պաշտոնական քարտեզների համատեքստում։ Քարտեզագետի խոսքով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև սահմանագծման գործընթացի հիմքը հանդիսանում են 1970-ականների խորհրդային ռազմական շտաբի քարտեզները, որոնք ընդունվել են որպես հենակետ նաեւ Ալմաթիի հռչակագրի տրամաբանության շրջանակում։ Ըստ այդ տրամաբանության եւ Հայաստանը եւ Ադրբեջանը տարածքային պարտավորություններ ունեն։ Ադրբեջանը մեծ վերադարձների ունի 240 քառակուսի կիլոմետր, այսինքն 200 քառակուսի կիլոմետրը 5000 հեկտար, եւ դրանք դեռ չի արել իհարկե, դա արդեն տարբեր խնդիր է, քանի որ Պարեն Ալիևը ստորագրել է Վաշինգտոնում անցյալ տարվա օգոստոսին, որ դրանք պետք է իր զորքերի հետ պետք է քաշի իր սահմաններին ըստ Ալմաթիի հռչակագրում նշված սահմանների, եւ այդ գործը չի արել։ Պետք է անի եւ մեր հիմա այսօրվա նպատակը լինի իշխանություններին, որ Ադրբեջանի պարտադրել, որ եկեք դուք ինչ որ ստորագրել եք, կատարեք։ Ղազարյանի պնդմամբ Կապան համայնքի ներքին հանդ բնակավայրի հատվածում շուրջ 370-ից 380 հեկտար տարածք քարտեզի վրա ներկայացված է այնպես, որ չի ներառվում Հայաստանի պետական սահմանի ներսում։ Նրա գնահատմամբ խնդիրը միայն տեխնիկական չէ, քանի որ այն վերաբերում է նաև բնապահպանական եւ անվտանգային հարցերի։ Միաժամանակ Գալչյանը հիշեցնում է, որ սահմանազատման գործընթացը դեռ ամբողջությամբ ավարտված չէ, ուստի տեղանքում արկա իրավիճակի եւ քարտեզների միջև տարբերությունը միշտ չէ, որ կարող են վերջնական գնահատականի հիմք հանդիսանալ։ Նրա կարծիքով նման հարցերի շուրջ մասնագիտական քննարկումը պետք է հիմնված լինի ճշգրիտ քարտեզագրական տվյալների եւ կոորդինատների վրա, իսկ սահմանների վերջնական դիրքը հնարավոր կլինի գնահատել միայն սահմանազատման աշխատանքների առաջընթացի համատեքստում։ Ըստ քարտեզների պիտի գնան, բայց քարտեզների պիտի գնան ինչ ժամանակ եւ մեր սահմանազատումը կատարված լինի։ Այսօր մեր սահմանազատումը հազիվ եղածի 1%-ն է սահմանազատել եւ մեծ գործ ունի անելիք եւ երկարատև 10-20 տարվա աշխատանք է դա։ Եվ դրա համար է, որ մոտավորապես ոչ ոք չի կարող ասել, որ Հայաստանի սահմանը իրականում որտեղ է, բայց գիտենք թղթի վրա որտեղ է, բայց թուղթը պիտի ներ հողի վրա բերել։ Դա է նշանակում։ Թղթի վրա գծված է, որ Հայաստանի Ադրբեջանի սահմանը երկկողմ համաձայնեցված 1970-ական թվականներին։ Բայց դեռ այդ գործը չի արվել, գծված թուղթը հողի վրա տեսնենք այդ որտեղ է այդ գիծը հողի վրա։ Իսկ անտարագետը նշում է, որ խնդրահարույց տարածքը ներառված է նաև շիկահող պետական արգելոցի նոր կառավարման պլանի քարտեզներում, ինչը ըստ նրա վկայում է, որ այն շարունակում է համարվել Հայաստանի տարածք։ Խոսեցինք շիկահողի վարչական ղեկավար Զորիկ Նավասարդյանի հետ, պարզելու համար, թե արդյոք տեղյակ են քարտեզագրական անճշտություններից, ասաց, որ շիկահող պետական արգելոցի հետ վարչական շրջանը առանձնապես կապ չունի, տեղյակ չեն։ Այդ խնդիրը կա, ես էլ տեղեկություն ունեմ լրատվականներից, մեկ էլ իրականություն սենց որ աշխոնային ժամանակ են, որ մենք չենք հիմա իրանք են այդ տարածքում, բայց կոնկրետ վարչական շրջանում տենց խնդիր չկա։ Արգելոցի տարածքը ընդհանրապես ես տեղյակել չեմ, որտեղ հողագնում ինչ անում։ Բաց նամակում անդրադարձ կա նաև շիկահողի անտառներին, որոնք ըստ հեղինակի գտնվում են վտանգի տակ։ Նա կոչ է անում պետական մարմիններին եւ միջազգային կազմակերպություններին իրականացնել քարտեզների աուդիտ եւ ճշգրտել տվյալները։ Թեման առանձնակի արդիական է նաև այն պատճառով, որ Հայաստանը պատրաստվում է հյուրընկալել կենսաբազմազանության մասին կոնվենցիայի COP17 համաժողովը։ Ըստ նամակի հեղինակի շիկահողի տարածքում հնարավոր բնապահպանական խնդիրները պետք է ներկայացվեն նաև միջազգային հարթակներում։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այսօր ժամը 14:10-ի սահմանում Կիլիկիա թաղամասում Սիսվան փողոցում կրակոցներ են հնչել եւ կան վիրավորներ։ Ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը հայտնել է, որ դեպքի վայրում քրեական եւ համայնքային ոստիկանները գտել են ատրճանակից եւ ինքնաձիգից արձակված մի քանի պարկուճ, գնդակներ, առնանման հետքեր, բնակչի տան երկաթե դարպասի վրա կրակոցների հետքեր, դարպասի մոտ կայանված հոնդայի վրա նույնպես գտել են կրակոցի հետք։ Պարզվել է, որ վիճաբանություն է եղել, որի ընթացքում էլ կրակել են։ Միջադեպի արդյունքում տարբեր բժշկական հաստատություններ է տեղափոխվել 4 անձ, որոնց կյանքին վտանգ չի սպառնում։ Մեկ անձ ձերբակալվել է, ձեռնարկվում են միջոցառումներ վիճաբանության մասնակիցների ամբողջ շրջանակը պարզելու եւ գտնելու համար։
Քննչական վարչությունն ավարտել է խորհրդմոր 1 տարեկան երեխային սպանելու դեպքի արդիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը։ Պարզվել եւ հիմնավորվել է, որ խորհրդմայրը խորհրդմոր խնամքին հանձնված 1 տարեկան երեխային մեղադրելով իր ընտանիքում անհաշտ եւ անախորժ վիճակի ստեղծման պատճառ հանդիսանալու համար պարբերաբար դիտավորությամբ ձեռքերով հարվածել է երեխայի մարմնի տարբեր հատվածներին եւ գլխին, ինչի հետևանքով երեխայի մոտ առաջացել է գիտակցության կորուստ։ Խորհրդմորը կալանավորել է։ Փամբակ գետում որոնողական աշխատանքները շարունակվում են։ Աշխատանքներին ներգրավված են փրկարար ծառայության 167 ոստիկանության 90 ծառայողներ, կամավորներ, ջրասուզակներ, անօդաչուներ, գործածում են նաև նավակներ ու այլ տեխնիկական միջոցներ։ Հիշեցնեմ, որ հունիսի 15-ին կորել են 7 եւ 13 տարեկան 2 երեխա։ Հունիսի 17-ին Փամբակ գետում գտել են 2018 թվականի ծնված Նարե Մարտիրոսյանի մարմինը։ Մեկնարկել են Շիրակի մարզում եւ Գյումրի քաղաքում տեղացած ուժեղ կարկուտի հետևանքով պատճառված գույքային վնասների գնահատման աշխատանքները։ Վնասների գույքագրում իրականացվում է տեղում յուրաքանչյուր համայնքում։ Շիրակի մարզային հանձնաժողովը գործակցելով համայնքային հանձնաժողովների հետ ուսումնասիրելու եւ ճշտելու է վնասները։ Հիշեցնեմ, որ 3 Շիրակում եւ Գյումրիում տեղացել է կարկուտ։ Երևանի փողոցներում վերջին շաբաթներին ամենատարածված բողոքը նույնն է՝ խցանումներ։ Մայրաքաղաքում միաժամանակ իրականացվող ճանապարհաշինարարական աշխատանքները փոխել են երթևեկության ռիթմը, ստիպելով հազարավոր վարորդների ամեն օր ժամեր անցկացնել մեքենայի ղեկին։ Բայց հնարավոր էր արդյոք այս աշխատանքներն այնպես կազմակերպել, որ քաղաքը չհայտնվեր գրեթե կաթվածահար վիճակում։ Խնդրի հետքերով գնացել է Սեդա Մակարյանը։ Աղմուկ, ազդանշաններ, աշխատանքից ուշացած ու բարկացած քաղաքացիներ։ Կիևյան կամրջի հիմնանորոգումը, որը քաղաքապետարանը ներկայացնում է որպես անհրաժեշտ ու երկար սպասված ծրագիր, վարորդների համար վերածվել է ամենօրյա փորձության։ Քաղաքի տարբեր հատվածներում խցանումներն արդեն սովորական երևույթ են դարձել, իսկ քաղաքացիները վստահեցնում են, մայրաքաղաքում տեղաշարժվել նորեցօր ավելի բարդ է դառնում։ Միջինում մի 25 րոպե ավելացել է ճանապարհը, բոլորը նույն ճանապարհով են գնում, այս միակն է, ոչ տարբերակ չկա։ Կիևյան կամուրջը Երևանի տրանսպորտային կարևորագույն հանգույցներից մեկն է։ Այն կապում է քաղաքի մի քանի վարչական շրջաններ եւ ամեն օր սպասարկում է հազարավոր ավտոմեքենաների հոսք։ Կամուրջը կառուցվել է 1950-ականներին եւ մասնագետների գնահատմամբ հիմնանորոգման անհրաժեշտությունը վաղուց էր հասունացել։ Ջրամեկուսացումը, վերին շերտն է, նոր շերտ է տեղադրվում, սեյսմիկ կարերը, ինչպես արդեն ասեցի, մայթային հատվածները, այս բազրիկներն են վերանորոգվում եւ կոնստրուկտիվ մասերի հետ կապված ստորին հատվածում կամրջի պահպանման միջոցառումներն են իրականացվում։ Սակայն վարորդների դժգոհությունները ոչ այնքան նորոգման փաստի, որքան դրա կազմակերպման հետ են կապված։ Նրանց կարծիքով միաժամանակ մի քանի ճանապարհահատվածներում իրականացվող աշխատանքների պատճառով մայրաքաղաքի երթևեկությունը զգալիորեն բարդացել է։ Վիճակը շատ ահավոր։ Որտեղից եկա։ 4-ը գլխանի դև է, ոնց կարելի։ Այս 4-րդը նորից ընտրված։ Քաղաքապետարանում սակայն պնդում են ստեղծված անհարմարությունները ժամանակավոր են եւ անխուսափելի։ Իհարկե որոշակի խնդիրներ առաջացնում է կամրջի փակ լինելը, բայց բոլորս պետք է անդառնալով մոտենանք եւ հասկանանք, որ սա շատ կարեւոր գործ է, կարեւոր միջոցառումներ է, որը պետք է արվի կամրջի պահպանության եւ շահագործման ժամկետը երկարացնելու համար։ Ուստի պետք է անդառնալով մոտենանք եւ այցելենք մեր քաղաքացիների ներողամտությունը։ Տարփինյանի խոսքով աշխատանքների հիմնական նպատակը կամրջի անվտանգ եւ երկարատև շահագործումն ապահովելն է։ Մինչ քաղաքային իշխանությունները քաղաքացիներից համբերություն են խնդրում, վարորդներն արձանագրում են, իրենց առօրյան արդեն փոխվել է, իսկ ճանապարհին անցկացվող ժամանակը զգալիորեն աճել։ Մալաթիայից գալիս ենք, նախ արդեն 2 ժամ շուտ պիտի դուրս գանք։ Միած սարսափելի բան է, հետո չգիտենք, որ տրանսպորտը ուր է գնում։ Ես երևի 3 ժամ Օրբելի խաչմերուկից չեմ կարողացել հասնեմ մինչև Մալաթիա, չգիտեմ, հատ խայտառակ բան է։
Կամրջից բացի միաժամանակ նորոգվում են մի շարք այլ գլխավոր ճանապարհներ, որոնք ևս կթեթևացնեին մայրաքաղաքի ծանրաբեռնվածությունը, եթե դրանց նորոգման աշխատանքները միաժամանակ չմեկնարկեին, կարծում են երևանցիները։ Օրինակ են բերում Ավետ Ավետիսյան փողոցը, որը գրեթե 3 ամիս է նորոգման փուլում է։ Ավետիսյան փողոցը նախատեսված էր ի սկզբանե, որ պետք է ամսի 17-ից առաջ բացվեր, բայց ինձ քանի որ լրացուցիչ մի որոշ աշխատանքներ առաջացան մայթերի լայնացման հետ կապված, բայց արդեն ավարտական փուլում է 2-3 օրում կբացվի։ Կապալառու ընկերությունը Պրետոր ՍՊԸ-ն է։ Մինչ այս ընկերությունն այլ պետական մրցույթներում ևս հաղթել է ու նորոգել է հանրապետության կարևոր ճանապարհներն ու կամուրջներից մի քանիսը։ Ըստ Տարփինյանի կամուրջն անցել է խոր մասնագիտական փորձաքննություն, սեյսմոլոգիական վիճակը դրական է գնահատվել։ Ըստ ծրագրի կամուրջի վրա առկա հոսանքի լարերը անցնելու են գետնի տակով։ Նախատեսում են այս տարի նորոգել նաև Լամբադա կամուրջը։ Սեդա Մակարյան, Անի Աբաղյան, Տարոն Խանդիլյան, Նոնա Գևորգյան, ABC Media։ ԱՄՆ-Իրան բանակցությունները կարող են վերսկսվել Շվեյցարիայում առաջիկա օրերին։ Axios-ի տվյալով ԱՄՆ հատուկ դեսպանորդ Ուիթքոֆն արդեն ճանապարհին է, մինչդեռ ԱՄՆ մեկ այլ ներկայացուցիչ Քուշները գտնվում է երկրում։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին նույնպես կարող է ժամանել Շվեյցարիա շաբաթ օրը։ Չնայած վերջնական որոշում դեռևս չի կայացվել, բանակցությունները նախկինում հետաձգվել էին Իսրայելի Լիբանանին ուղղված հարվածների պատճառով։ Աղբյուրների համաձայն Թեհրանը հստակեցրել է, որ Լիբանանում հրադադարը Վաշինգտոնի հետ երկխոսության շարունակման հիմնական պայմանն է։ Քաթարի վարչապետը, որը հանդիսանում է ԱՄՆ-ի և Իրանի միջև հիմնական միջնորդներից մեկը, արդեն ժամանել է Շվեյցարիա։ X-ը սահմանափակել է Իսրայելի ազգային անվտանգության նախարարի գրառման տեսանելիությունը, որում նա գրել էր, որ ամբողջ Լիբանանը պետք է այրվելով ոչնչանա։ Սոցցանցը թաքցրել է այն ընդհանուր լրահոսից, հարթակի կանոնների խախտման պատճառով, բայց ամբողջությամբ չի հեռացրել, պարզաբանելով, որ գրառման հասանելիություն պահպանելը կարող է համընկնել հանրային շահերին։ Գրառման մեջ Բեն Գվիրը պնդում էր, որ Մերձավոր Արևելքում հակամարտությունները չեն կարող լուծվել զուսպ պատասխաններով, պետք է գործել խելահեղ կոշտ ուժով։ Միջազգային լուրերը ռեպորտաժում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կկարողանա Իսրայելին հետ պահել Լիբանանի վրա հարձակվելուց։ Ինչ վերաբերում է ԱՄՆ-Իսրայել հակամարտությանը, նա ասել է, որ իրանցիները շատ խելացի մարդիկ են, նրանք մի տեսակ պարզ հանճարներ են եւ ոտ կհանեին Իսրայելը, եթե ինքը Թրամփը չլիներ։ Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնին մեղադրել է իր երբեմնի մտերիմ դաշնակից Դոնալդ Թրամփին իր մասին պատմություններ հորինելու համար, գրում է Reuters գործակալությունը։ Իսրայելն ու Հեզբոլլահը հրադադարի շուրջ համաձայնության են եկել, գրել է Reuters գործակալությունը, հղում անելով ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյային։ Հրադադարն ուժի մեջ է մտել ուրբաթ տեղական ժամանակով ժամը 16:00-ից։ Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ի եւ Քաթարի միջնորդները համաձայնագիր է մշակել են Իրանի օգնությամբ։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին վերջնագիր է ներկայացրել Լուկաշենկոին, ասելով, որ մեկ շաբաթ ժամանակ է տալիս ռազմական տեխնիկան Ուկրաինայի սահմանից դուրս բերելու համար։ Հակառակ դեպքում կձեռնարկեն համապատասխան ռազմական գործողություններ։ Մոսկվան շարունակում է ենթարկվել ուկրաինական ԱԹՍ-ների զանգվածային հարձակմանը։ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ Դոնալդ Թրամփը 2025 թվականի սկզբին Սպիտակ տուն վերադառնալուց հետո վստահ էր, որ Ուկրաինան կպարտվի Ռուսաստանի հետ պատերազմում, բայց այժմ փոխել է իր միտքը։ Նա կարծում էր, որ Ուկրաինան կպարտվի։ Օվալաձև աշխատասենյակում Զելենսկիի հետ հանդիպումը վատ ընթացավ, իսկ հետո Թրամփ-Պուտին գագաթնաժողովը հույսեր արթնացրեց համաձայնագրի վերաբերյալ, որն Ուկրաինային առաջարկում էր տարածքներ հանձնել, որոնք Ռուսաստանը դեռ չի էլ գրավել, ասել է Մակրոնը։ Լեհաստանի վարչապետը մեկնաբանել է, թե ինչու է Եմեն խուսափում Ուկրաինայի հարցով Պուտինին բանակցության հրավիրել։ Պատճառն այն է, որ վախենում են պարտվել։ Սեղանի շուրջ ոչ ոք որևէ մեկին չի փորձում համոզել, որ բանակցությունների համար պետք է դիմել Վլադիմիր Պուտինին։ Հայտնի բան է, բանակցություն նախաձեռնողը գտնվում է պարտվողի դիրքում, մանրամասնել է Տուսկը։ Իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոշտան կարծում է, որ Ռուսաստանին պետք է լսել եւ նրանց ուղիղ դիմելու հնարավորություն ունենալ։ Եմեն Մոսկվայի հետ անհապաղ ամիջական կապ հաստատելու կարիք ունի, հայտարարել է նա։
Եվրախորհրդարանի անդամները հաստատել են ԵՄ-ում ապաստանի մերժում ստացած, սակայն իրենց հայրենի երկրներ վերադառնալ չկարողացող օտարերկրացիների արտաքսման վերաբերյալ նոր կանոնակարգը։ Այն նախատեսում է ԵՄ-ից դուրս միգրանտների պահման կենտրոնների ստեղծում։ Կենտրոնների ճշգրիտ գտնվելու վայրերը դեռևս անհայտ են։ Մեծ Բրիտանիայի Բեդֆորդի մոտակայքում բախվել են Արևելյան Միդլենդսի 2 ուղևորատար գնացք։ Վթարի հետևանքով մի քանի ուղևոր ծանր վնասվածքներ է ստացել։ Դեպքը տեղի է ունեցել հունիսի 19-ի երեկոյան, երբ նախնական տեղեկությունների համաձայն առաջին գնացքը ստիպված է եղել կանգ առնել անվտանգության համակարգի անսարքության պատճառով, ինչից հետո տեղի է ունեցել բախումը։ Դեպքի վայրում աշխատում են փրկարարները, կա տեղեկություն տասնյակ վիրավորների մասին, որոնց ստույգ թիվը ճշտվում է։ Անահիտ Սարգսյան, Գեղամ Ղազարյան, ABC Media։ Այս ժամի համար նախատեսել էինք այսքանը, շարունակեք հետևել մեզ սոցիալական բոլոր հարթակներում, ABC լուրերը եթերում կլինի երկուշաբթի առավոտյան ժամը 9-ին, շնորհակալություն ուշադրության համար, մաղթում եմ հաճելի հանգստյան օր, մինչև երկուշաբթի, հաջողություն։